Մենք փրկվեցինք մեղքի գերությունից։ Իսկ այժմ լսում ենք Աստծո խոստումների մասին եւ սովորում ենք, թե ինչպես կիրառենք դրանք մեր կյանքում։ Իսրայելցիները ստիպված էին անցնել մի վայրով, որը Աստվածաշունչը անապատ է անվանում։ Անհրաժեշտ էր 11 օր այդ անապատը անցնելու համար։ Բայց նրանցից պահանջվեց 40 երկար, թշվառ եւ ցավով լի տարիներ, մինչեւ որ նրանց մի մասը վերջապես տեղ հասավ։ Իդեպ մեծ մասն այդպես էլ չմտավ խոստման երկիր։ Մի քանի միլիոն մարդկանցից միգուցե 1.5 միլիոնից երեխաների հետ միասին միայն քչերը մտան խոստման երկիր։ Հեսուն, Քաղեբը եւ այն երեխաները, ովքեր հաշվետու տարիքում չէին այն ժամանակ։ Երբ Աստված հոգնեց այդ ժողովրդից եւ ասաց. «Դուք չեք մտնի խոստման երկիր»։ Մենք կարդում ենք սա, տարուբերում ենք մեր գլուխները եւ ասում, որքան անմիտ էին նրանք, եթե դա ընդամենը 11-օրյա ճանապարհ էր, ինչու անցան այն 40 տարում։ Բայց այսօր մենք պետք է արթնանանք եւ խոստովանենք, որ շատերս ենք թափառում միևնույն սարերի շուրջ շատ ու շատ երկար ժամանակ, եւ իմ խոսքն է ձեզ այսօր. ժամանակն է անցնել դրանք եւ արագորեն մտնել խոստման երկիր։